Սեքսի երկարատև բացակայությունը օրինակ ինչ որ հետևանքների հանգեցնում է, ինչ լեզվով խոսանք, արևմտահայերենով թե արևելահայերենով։ Ինչ ենք հասկանում առասարակ առողջություն ասելով, որ դու հասկանաս ինչ պետքա ուտես, ինչպեսի սնունդ պետքա օգտագործես։ 20-30 իրականում պատասխանատու տարիք է։ Մենք նմանվում ենք այդ մարդկանց, ում որ տեսնում ենք ամեն օր։ Մարդը կարող է ապրել առանց սեքսի։ Այս body shaming չէ, էլի։ Մարդիկ տեսնելով, որ ընտանիքը բազմանդամ պետք է լինի, իրանք սկսում են շատանալ։ Ջարբը, որովայնի հատկապես ջարբը ագրեսիվ օրգան է։ Դիմենք քաղաքապետարանը։ Բնականաբար այս խնդիրը չեմ կարող լուծել, իր խնդիրը առողջական չեմ կարող լուծել, եթե ինքը չի հրաժարվում ծխախոտից։ Ալկոհոլը կոչվում է սոցիալական լուբրիկանտ է, կոչվում է։ Դրա համար կանխարգելիչ բժշկության պետք է մենք հետևենք։ Տեստոստերոնը սնունդն է, տեստոստերոնը ակտիվ կենսագերբն է, բայց գրնանք փակում անել արևմտահայերենով։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրն է բժիշկ ուրոլոգ տղամարդու առողջության մասնագետ Ռաֆի Ջանեցյանը։ Բարև ձեզ, պարոն Ջանեցյան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Ագին խոսացինք մինչև ոդկասթը տարբեր թեմաներից, բայց հիմա սկսենք ավելի sense համակարգված մի փոքր խոսակցությունը ու փորձենք տանք այն հարցերի պատասխանները, որոնք ընդհանուրի մոտ առաջանում է, քիչ թե շատ։ Ինչ լեզվով խոսանք, արևմտահայերենով թե արևելահայերենով։ Ես առաջի ոդկասթի ընթացքում ասում եմ, որ սա հայրենադարձների մասին ոդկաստ չի, բայց ֆակտի բերում։ Լավ, քանի հաղորդումը կամ ավժիստ ոդկասթը սկսել ենք, մի հատ անեկդոտ, բայց իրական անեկդոտ, այն ինչ որ կատարվել է ինձ հետ տարիներ առաջ 90-ականներին, մեկը մտնում կացածեի, որտեղ երեխա մգար, որուն արևմտահայերենով դիմեցի, Կոկոր էր անունը, ասի Կոկոր Եգուր հոս։ Այս Կոկորը շուր եկավ, հորը ասեց, պապ ասեց, այս տղեն հետս անգլերեն է խոսում։ Այնպես որ արևմտահայերենը երբեմն անգլերեն է նմանացվում, մենք խոսանք ինչ լեզվով, որ ուզում ենք արևմտահայերեն, արևելահայերեն, դա մեկ լեզու է։ Խառը լեզուներ կլսեք այս հաղորդման ընթացքում։ Բժիշկ երևի սկսենք ընդհանուր մի հատ sense ընդհանուր գանք, էլի թեմային հերվից գանք։ Ինչ ենք հասկանում առասարակ առողջություն ասելով։ Որ ասում ենք մարդ պետք է առողջ լինի, օրինակ հիմա շատ է, չէ՞, թե Instagram-ով, թե Facebook-ով ով հասցնում պատահում խոսում է, որ առողջություն համար այս բաներն է պետք չգիտեմ։ Մի հատ եկեք ընդհանուր սահմանենք առողջություն շատ པարզ սահմանուն ունի իմ կարծիքով ֆիզիկական առողջություն, այսինքն մարմնական առողջություն, բնականաբար հոգեկան առողջություն, այսինքն հոգեկան կայունություն եւ էմոցիոնալ առողջություն եւ բնականաբար ես որպես մասնագետ նաև ավելացնում եմ նաև սեռական առողջություն։ Այսինքն ինքը իրականում մի քանի բառով կարելի է սահմանել, բայց յուրաքանչյուր մարդ ինքն է հասկանում իր առողջության սահմանումը ճիշտ։ Այսինքն ինչպես է զգում, ֆիզիկապես ակտիվությունը ինչպիսին է, հանգիստ քնում է կամ ոչ, հիվանդությունները թագել են իր դուրը կամ ոչ, տրամադրությունը ինչպիսին է եւ այս ամեն ինչի հարագումարով որոշվում է թե մարդը առողջ է կամ ոչ։ Ես հասկանում եմ առողջություն ասելով, որ պետքա մարզվեմ, սննդակարգս կարողանամ պահեմ, այն этаպում, որ ես կարողանում եմ սրանք անեմ, ես առողջ եմ։ Իմ համար ես տենց եմ համարում, էլի։ Մնացած этаպներում ես այդքան էլ դրա բացի չեմ, կարող շատ բան ասած մակերեսային ասած, բայց բնականաբար իհարկե առնչություն ունի, եթե դու զարթնում ես ու չես կարողանում անկողնուց վեր կենալ, բնականաբար դու քեզ պետք է համարես ոչ առողջ։ Եւ հակառակներ կա, եթե գիշերը գնում ես անկողին եւ չես կարողանում քնել, դա էլ է առողջության խանգարման նշան։ Կամ շատ ես ուտում, կամ ընդհանրապես չես ուտում, այդ բոլոր դրսևորումները առողջության մեջ կարելի է հանդիպել եւ իսկապես առողջությունը այն ոլորտն է, որը որ ամեն մարդ ինքն է հասկանում։ Այսինքն որոշ տարիքում դու քեզ համարում ես օրինակի համար, եթե վազում ես, համարում ես, որ առողջ ես, որոշ տարիքից հետո եթե դու քայլում ես, դու քեզ համարում ես առողջ, եւ որոշ տարիքից հետո ընդհանրապես զուտ կանգնած ֆիզիկական վարժություններ անելը առողջության նշան է։ Առողջությունը շատ իրականում շատ པարզ եւ միաժամանակ բարդ սահմանում ունի։ Գիտակցությունն է որոշում, թե առողջությունը որ ուղղությամբ պետք է գնա։ Մարդու գիտակցության խնդիրը ավելի շատ առողջությունը, քան
սահմանման խնդիր էլի։ Այս բան միտք է ինձ թվում է մի քիչ այնց challenge անող միտք է, որ գիտակցությունն է որոշում առողջությունը։ Ես միշտ պատկասում ինքը դա բնականաբար ունի այս տակ բաներ, բայց օքեյ, կա ինչ որ հիմնական բաներ, որ պետքա մարդը պահի իր կյանքում, կա ինչ որ ռուտինա, որ պետքա մարդ ունենա անկախ իր տարիքային սեգմենտից։ Ասենք ինչ որ բան, որ պետքա ես միշտ անեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, առողջությունը մաքսիմալ առողջ լինելու համար։ Տեսեք, շատ կարևոր մոտեցում է։ Ես միշտ փորձում եմ իմ պացիենտներին, իմ շրջապատին, իմ նաև հաղորդումների կամ ընդհանրապես սոցիալական մեդիայի շրջանակում փորձում եմ դա քարոզել կամ հասկացնել, հենց այնը, որ իսկապես առողջության առումով մենք պետք է ուշադրություն դարձնենք բնականաբար, ծնողները պետք է իրենց երեխեքի ուշադրություն դարձնեն առողջությանը ծնված օրվանից կամ ես կասեի նույնիսկ չծնված օրվանից, այսինքն հղիության ընթացքից եւ այնուհետեւ բնականաբար երբ որ մարդը գիտակից է դառնում, այ գիտակցության մասին են խոսքը գնում, գիտակից որոշում է կայացնում, որ ինքը պետք է ապրի առողջ։ Հիմա շատ երիտասարդական տարիքում իսկապես տղամարդու կամ ընդհանրապես մարդու համար այդ տարիքը համարում է ինքը առողջ է, ինքը ֆիզիկապես խնդիր չունի, ինչ ուզենա կանի, որտեղ ուզենա կգնա, ինչ ուզենա կանի, բայց դա իհարկե այդ մոտեցումը շատ վտանգավոր մոտեցում է։ Այսինքն դու ոնց որ երազի մեջ լինես, ու այդ երազը քեզ մոտավորապես տարիք եմ ասում 20-ից 30 տարեկանն է։ Շատ լավ է։ Այսինքն երազային ինչ իմաստով, որ դու ամեն ինչ կարող ես անել, առողջ ես ֆիզիկապես, բայց բնականաբար challenge-ը հենց գալիս է նաև այս տարիքից, ինչու՞, որովհետև այս տարիքը 20-ից 30 իրականում հենց գիտակցության տարիքն է, այսինքն դու պետք է գիտակցես քո առողջության կարևորության մասին։ Եվ դենես այն ձեր հարցը ռուտինային ինչ պետք է մոտեցումներ, հենց այս տարիքում է, որ դու պետք է դնես քո առողջության, այսպես ասենք, հիմքերը։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է բնականաբար եւ ֆիզիկական պատրաստվածություն, որից շատ մեծ մասամբ տղաները հատկապես որոշ ժամանակից հետո, այսինքն ինքը մարզիկ է լինում կամ ընդհանրապես սիրում է, որ տեսնում ես 20, 22, 25 արդեն քիչ-քիչ փոր է ունենում, քիչ-քիչ փոխվում է իր սովորությունները, դառնում են մորքուր։ Եթե սպորտ, եթե զալեր գնում շաբաթ 3 անգամ, հիմա սկսում է շաբաթ մի անգամ գնալ կամ ընդհանրապես չգնալ, ուտել խմելներն է ավելանում։ Այդ մոտիվացիայի պակասն եմ կարծիքով։ Մոտիվացիան ես դրա համար ասեցի, հենց գիտակցված մոտեցումը հետեւյալն է։ Դու մտքում միշտ ունենում ես, որ դու պետք է ֆիքսվես առողջության վրա։ Դա անդրադառ հենց ունեցար մտքում, դու կարող դա անդրադառնում է քո կյանքի վրա, բոլոր առումներով, այսինքն ուտելու սովորության վրա, որ դու հասկանաս ինչ պետք է ուտես, ինչպիսի սնունդ պետք է օգտագործես։ Քո ստրեսի կառավարման վրա, որովհետև այս 20-ից 30 տարեկան տարիքը իրականում նաև ստրեսների, իհարկե ստրեսային տարիք է, աշխատանքի իմաստով, լարվածության իմաստով, այն խիստ չարչարգված տեստոստերոնի իմաստով, այսինքն այն վնասակար վարքագծային փոփոխությունները, որ բնորոշ է այս տարիքին 20-ից 30, դրանք խիստ կործանարար կարող են լինել, նույնիսկ ալկոհոլիզմը, ասենք ծխախոտի չարաշահում եւ սերավարակներ կամ տարբեր խնդիրներ, որոնք սպառնում են կոնկրետ այս 20-ից 30 դրա համար վտանգավոր, եթե գիտակցես, հասկանաս, դու կարող ես կազմակերպել այնպես կյանքդ, որ դու բնականաբար լինես առողջ։ Մաքսիմալ դուրս գաս։ Այո, դուրս գաս 30, հասնես 31-ի։ Երազային տարիքից դուրս գաս, հասնես որ ես կասեի պատասխանատու տարիք է այդ երիտասարդական 20-ից 30 իրականում պատասխանատու տարիք է, որովհետև քո արարքից կախված է շատ բաներ։ Եթե անպատասխանատու ես, չես գիտակցում քո արարքներին, բնականաբար կարող ես ձեռք բերել ծերավարակներ, որի հետևանքով կարող ես ունենալ չբուժված կամ մի խոսքով բարդացած վիճակներ, որոնք անդրադառնում են հետո քո կյանքի մնացած փուլերին եւ պատղաբերության եւ սեռականության եւ այլն։ Ինձ թվում է, ես մի sense միտք ասեմ, իհարկե էս իմ կարծիքն է, չեմ բնդի իհարկե, Հայաստանում սեռական, եթե խոսում ենք դրա մասին, սեռական գրագիտության հետ կապված շատ քիչ է նախ
խոսում կամ այս վերջերս մի քիչ ավելի շատ է խոսում, իհարկե չգիտեմ կոնտենտը ճիշտ է թե չէ, ճիշտ է մատուցվում թեման թե չէ, կամ ճիշտ ինֆորմացիա է հասնում լսարանին թե չէ, բայց ամեն դեպքում էլի նույն իմ տարիքային, նույն ավելի երիտասարդ կամ մի քիչ ավելի, մինչև 30 տարեկան, հա, ռեյնջի մարդկանց մասին եթե խոսենք, տեղեկացվածությունը ընդհանուր իմաստով քիչ է, ու ոչ միայն սեռական, նաև ընդհանուր overall ֆիզիկական առողջության հետ կապված ինձ թվում է այս ամեն ինչը մի քանի կոմպոնենտ ունի, ես մի քիչ եկեք սոցիումը մեր քննադատեմ, էլի, նախ մեկ մենք նմանվում ենք այդ մարդկանց, ում որ տեսնում ենք ամեն օր, չէ՞։ Ես հիմա նայում եմ միջինում, անկեղծ եմ ասում, բժիշկ, այն օրը փողոցում քայլում եմ, հրապարակում եմ քայլում ու փորձում եմ արտակնապես, այս body shaming չէ, էլի, բայց փորձում եմ արտակնապես մարդկանց տարիքը մոտապես հասկանամ, ինչ տարիք են, տղամարդկանց եմ, էլի, նայում sense մի 40 տարեկանի մոտ եւ այլն, անկեղծ եմ ասում, եւի 10 հոգի են ֆիքսել, 10-ն էլ փոր ունեին, 10-ն էլ, այսինքն մեծ փոր ունեին ու Որ օքեյ, թողնի 10-ից 5-ը առողջական որևէ խնդրով պայմանավորված, եթե դինում է էլի առողջական խնդրից ելնելով տենց փոր ունենալ, այն 5-ը բայց ես թվում է նորմալ էին, իրանք ծխում էին եւ այլն բան համել ու ոնց որ աշխատեն իրանք վրա ֆիզիկապես, այդպես չեն լինի, իրանք կլինեն ռոլ մոդելներ իրանք երեխեքի համար, ոչ միայն իրանք երեխեքի, եւ նման մարդ համար, որ քայլի փողոցում կտեսնի մարդ, ով 40-ից 50 տարեկան միջակայքում է ու այդպես լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Անկեղծ եմ, բայց ասում ես շատ էական։ Շատ հետաքրքիր լավ ասացիք, որովհետև հիշեցի նաև հիշեցի մի ժամանակ, ոչ վաղանցյալում այսպես ասենք, Հայաստանում ոստիկանների կամ նույնիսկ զինվորականների փորերը հիշեցի եւ դա շատ իհարկե շատ զարմանալի եւ նաեւ այնպես է որ դու չես պատկերացնում օրինակ համար այդ ոստիկանը քեզ ոնց է պաշտպանելու, ասենք ինչ որ մի ոճրագործի կամ չգիտեմ կամ հանցագործությունից ոնց է բռնելու, հա ոնց է վազելու իր հետևից, ինչ է անելու, իր ֆիզիկական պատրաստվածությունը կամ այն զինվորականը, որը պետքա պատասխանատու է զինվորներին իր փորով կանգնած է այսպես։ Շատ ճիշտ ասեցիք, դա վարքագծի հարց է, այսինքն վարքագիծը տեսնելով է բնականաբար ձևավորվում շատ པարզ բան մի ժամանակ երբ որ ուսումնասիրում էի շատ հասարակ բան է բայց վարքագիծը մեծ ազդեցություն ունի հասարակության վրա ընդհանուր առումով կարդացել եմ այդպիսի բան որ կարելի է բաների ռեկլամաների նկարները օրինակ համար դնել ընտանիքի բազմանդամ ընտանիքի նկարներ այսինքն դնել հայր-մայր երկու տղա մեկ աղջիկ կամ երկու աղջիկ երկու տղա երկու աղջիկ օրինակ համար եմ ասում ու տարածում ես դա ու իսկապես վարքագծային փոփոխություն է տեղի ունենում մարդիկ տեսնելով որ ընտանիքը բազմանդամ պետք է լինի իրանք սկսում են շատանալ կա այդպիսի բան Ծնելիությունն է բարձրանում, այսինքն։ Այո, ծնելիությունն է բարձրանում, մոդելը փոխվում է քո մտքում։ Քո ընտանիքի մոդելը, հիմա ընտանիքի մոդելը դրսում մեկ երեխա է։ Հայաստանում 3 հոգի են, հա։ Այո, Հայաստանում էլ 1 կամ 2։ Եւ եթե սերը երկու սերից էլ չի լինում, ուրեմն երրորդը կարա լինի, հնարավոր է լինի, էլի։ Բայց սովորաբար այդպես չէ։ Այսինքն եթե մենք ուզում ենք հասնել ինչ-որ մի արդյունքի պետք է անենք այդպեսին։ Հիմա վերադառնալով փորի թեմային, փորը շատ ուժեղ թեմա է։ Իրականում որովայնի կամ փորի ճարբը շատ ագրեսիվ ճարբ է համարվում ինքը եւ այ սրան իսկապես պետք է անդրադառնանք, որովհետեւ այդ 20-ից 30 տարեկանում հենց այդ վնասակար սովորությունները ու ժամի հաց ուտելը, երկար նստած մնալը, 8 ժամ անշարժացած, մանավանդ մեր դարի հիվանդությունը դա Եվ իհարկե ճիշտ ոչ ճիշտ ծնուցումը չմարզվել եւ այն այդ բոլորը բերում են հենց այդ խնդրին 30-ից 40 դու տեսնում ես փորով մարդիկ եւ այդ փորը իրականում ինքը ագրեսիվ օրգան է համարում հենց ինքը օրգանի մեջ այսպես ասենք եւ իրենով է պայմանավորված մեր նյութապահանակության խանգարումը հորմոնային խանգարումները սերական խանգարումները նաեւ պտղաբերության հետ կապված խնդիրները Այսինքն տարիքի հետ այդ խնդիրը իրականում միայն հիվանդություն դիտարկել պետք չէ։ Ոնց որ դուք ասացիք, կես Այդքան side effect ունի, այսինքն շատ ագրեսիվ օրգան է ինքը։ Ճարբը, որովայնի հատկապես ճարբը ագրեսիվ օրգան է։ Այդ եթե գիտակցում ենք, որ բոմբա նստած մեր մեջ, լուրջ եմ ասում, եթե բոմբա նստած մեր մեջ, պետք է մենք վնասազերծենք դա։ Ոչ թե վնասազերծենք
ուշացած, պայթելու շեմին, այլ վնասազերծենք հենց գոյանալուց, հենց երբ որ զգում ենք։ Ու դա դրա հետ կապված բնականաբար մոտեցումները պետք է մասնագետները խորհուրդ տան։ Իհարկե ես պարապմունքները ընդհանրապես ջիմ եւ ֆիթնես ակումբների աշխատանքը չեմ թերագնահատում, բայց կան մոտեցումներ, որոնք որ մաքուր խիստ բժշկական են։ Որովայնի ճարպից ազատվելու կամ վերահսկելու համար։ Նաև վտանգները գիտակցելու իմաստով, այսինքն միայն մարդուն հրամայել, որ պետք է նիհարես, դա այդպես չի։ Երբ որ իրան հասկացնում ես, որ դա քեզ ինչ վտանգ կարող է սպառնալ, այդ ճարպը քեզ ինչ կարող է բերի, ինչ խնդիրներ կարող է ունենալ, այդ ժամանակ փոխվում է։ Այսինքն մեր մոտեցումը միայն որպես ֆիզիկական եւ գեղեցկության խանգարող, այսպես բան չպետք է դիտարկենք ճարպը։ Հենց ագրեսիվ օրգան, այդ բառը օգտագործում են, որ մարդիկ հիշեն, հենց որովայնի ճարպը ագրեսիվ օրգան է, որը շաքարային դիաբետի, հիպերտոնիկ հիվանդության, տեստոստերոնային անբավարարության, անպտղաբերության, բարձր ճնշման, այդ բոլոր խնդիրները թաքցված են։ Այսինքն մարզանք իր հերթին, բայց կա ինչ-որ քայլեր, որ անպայման պետք է մասնագետի ու բժշկի հետ համատեղ պլանավորել, ազատվելու համար։ Այո։ Հիմա այդ մարդիկ, որ ես ասացի, 40 տարեկան, 50 տարեկան տղամարդիկ, ովքեր ունեն շատ մեծ փոփ։ Եկեք նաև կանանց դեպքներ էլի բերենք, եթե իհարկե տարբեր է, դուք կասեք էլի տարբերությունը, բայց եթե մարդ ունի այդ տեսակ խնդիր, առաջին քայլը որը պետք է անի։ Բնականաբար մասնագետի խորհրդատվությունն է։ Այստեղ շատ կարևոր է նաև այդ դիտարկման մեջ հասկանալ, որ նաև հենց այդ մասնագետը պետք է այդ խորհուրդը տա։ Այսինքն սոցիալական մեդիայի այդ ոնց որ ասեցիք այդ բոլոր գործիքները կարող են աշխատել, բայց եթե մասնագետը ինքն է տեսնում, հետազոտում, ախտորոշում, այդ ժամանակ բնականաբար արժեքը բարձրանում է, այդ կարծիքի արժեքը եւ բնականաբար հետևանքները կահարկելու իմաստով եմ ասում, առաջինը տարեկան ստուգումներ, շատ պարզ բան, որը check-up-ն է, որը անտեսվում է, մեծ մասամբ եմ ասում, տարեկան ստուգումներ, այսինքն եթե 20-ից 30 տարեկան տղամարդը կամ կինը համարում է ինքը առողջ է եւ իսկապես առողջ է, խնդիր չի տեսնում, ճարպակալման իմաստով կամ էներգիայի պակասի իմաստով կամ որոշ հիվանդությունների հիմքը դրվելու իմաստով, դրանք արդեն սկսում են արտահայտվել 30-ից 40 տարեկանում։ Այդ check-up-ը կոնկրետ խորհուրդ է տրվում 30-ից 40։ Ինչ check-up-ի մասն է խոսքը, արյան անալիզ։ Խոսքը արյան անալիզ, կոլեստերոլի, որոշ հորմոնային անալիզներ եւ ընդհանուր բնականաբար գանգատների արձանագրում, վերլուծություն եւ բացահայտել այն վտանգը, որը որ կարող է սպառնալ այդ մարդուն, տղամարդուն կամ կնոջ։ Շատ հետաքրքիր է, բայց եթե հետ գանք այս ռոլ մոդելի թեմային, օրինակ ես հիշում եմ, այս ընթացքում հիշեցի, բառս էլ կորավ։ Հիշեցի, թե ոնց եմ ես սկսել մարզանքը, առաջին սկսել եմ վազելուց, ու ոնց եմ սկսել, գիտեք, չէ՞, բժիշկ ուրեմն լիացնեմ սորի ընթացքում կողքը մի հատ ֆուտբոլի այգի կար, մանկապարտեզի երեխեքը դուրս են գալիս ամեն առավոտ վազելու, բայց իրանց հետ այտենց պարզ է, շոպերով վազք չէր, ուղղակի իրանց դայակի հետ վազում են sense գլոր, ու իրանք ինձ բանը մոտիվացրեցին էլի, անկեղծ ասած, ամեն օր տեսնում ես քեզնից շատ ավելի փոքր տարիքով մարդը դուրս է գալիս վազելու, իր առողջությանը հետևում է անկախ իր գիտակցական վիճակից, այսինքն ինքն է դա գիտակցում, թե իրան նաջ են անում, որ ինքը դրանով զբաղվի, դու վերցնում ես այդ։ Հետո դուրս ես գալիս, ասում ես քո տարիքի մարդիկ են սպորտով զբաղվում, չեն ծխում, առնվազն գոնե, էլի։ Չգիտեմ, ալկոհոլի չարաշահում չեն անում եւ այս կարծիքով ռոլ մոդելները շատ կարեւոր են մեր կյանքում, առաջին հերթին պետքա սեփական ընտանիքում լինես դու հենց ռոլ մոդել։ Որտեվ տենց է, չէ՞։ Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքում ոնց է։ Օրինակ հայրս հիմա ռոլ մոդել է այդ իմաստով։ Ճիշտ է, հիմա իսկ սպորտով չի զբաղվում եւ ունի փոր, բայց պետքա զբաղվի, իհարկե համաձայն, բայց իր առաջվա մարզավիճակը տեսնելով, լսելով ինքը ինչ սպորտաձևերով է զբաղվել, ոնց է զբաղվել սպորտով, ինձ այդ մոտիվացրել է օրինակ ես հիմա նաև այդ է մոտիվացիաս, բայց արդեն ոնց որ beyond that ես մենակ դա ավելի իմաստ է։ Նորից ճիշտ եք, ես էլ նման վիճակ եմ ունեցել տարիներ առաջ, երբ որ իսկապես շատ աշխատանքային
ծանրաբերվածությունը շատ էր, ծանր հիվանդներ շատ էր, ես մի պահ իսկապես նույնիսկ դող ունեի, շատ մոտիկ ընկեր այցելեց ինձ կլինիկայում, խոսում ենք, ասեց, ես գնում եմ պարապմունքի, արի իրար հետ գնանք, ասում եմ, ինչ պարապմունք է, ասեց, տայչի, ասում ես տայչին չգիտեմ դա ինչ է, ասեց, արի կիմանաս, գնացինք իսկապես այդ օրվանից իմ մոտ ձեր ասածն է, ինչ-որ մի մոդել, որը որ դուք վերցնում եք ու դա դառնում է ձեր կյանքի անբաժան մաս։ Գնացի եւ տեսա բնականաբար չինացի մարզիչ, շատ պրոֆեսիոնալ, մոտեցում, շատ մոտիվացիոն տրամադրող միջավայր, լավ մարդիկ եւ այդ պարապմունքները իմ մեջ շատ բան փոխեցին, դա եմ ասում, որ իմ երեխաներն էլ սկսեցին իրենք էլ այդ մոդելին հետևել։ Ես ինչ անում էի փայտով կամ ինչ վարժություններ անում, իրանք էլ էին անում։ Ու դա շատ կարևոր է։ Դրա համար միջավայր է պետք։ Մենք ցավոք սրտի եմ ասում, չունենք այդ միջավայրը։ Կամ Հայաստանում։ Այո, Հայաստանում մենք չունենք այդ միջավայրը։ Մենք մեր մոդելը միայն զալ գնալն է։ Սպորտասրահ դահլիճ գնալն է միայն։ Բայց իրականում դահլիճից դուրս շատ իհարկե ձորն էլ կա, Հրազդանի գիրճն էլ շատ լավ տեղ է։ Մենք գնում էինք, ես հիմա չեմ գնում, բայց շատ հետաքրքիր դեպքեր ենք ունեցել այնտեղ բոլոր մարդիկ գալիս են առավոտ շուտ ես մի անգամ պատմել եմ բայց ոչինչ ձեր եթերում էլ կարող եմ պատմել առավոտ շուտ 6:30 պարապում գնացի պարապելու մենակ էի շուտ էի գնացել ընկերներս դեռ չէին եկել հերվից տեսա մի հատ պապի տերևներն է հավաքում ուզում է վարժություն անի յոգայի երևի թե մոտիկացա աչքերը փակ պտտվում էր մոտիկացա կողքը կանգնեցի աչքերը բացեց մի քիչ հետո ասաց ինչ եք կանգնել ինչ եք եկել ասաց ճիշտ ասած մասնագիտության բժիշկ եմ վախեցա հանկարծ ընկնել կամ ինչ-որ մի բան չէ ասաց հանգիստ ես գիտեմ իմ յոգան եւ այս պարապմունքը ու խոսում ենք Պարզվեց որ 45-ից հետո իր կյանքը փոխել է ամբողջությամբ խնդիրներ ա ունեցել ամեն բաց սովորություններից հրաժարվել է եւ այսօր ինքը 75 տարեկանում մաստերի կարգավիճակ ուներ մոտավորապես այդ իր վարժությունների կատարման իմաստով այսինքն մարդը կարող է փոխվել այդ մոդելը մենք պետք է ստեղծենք պետք է գտնենք պետք է շատ ցույց տանք այդ մոդելը որովհետեւ երեխեքի մոտ լինի այդ մոտիվացիան ու բանը բայց ես դες մի հատ քանի որ հաղորդման գամովիջի ոդկասթի շրջանակում շատ մի հատ բան վերջերս եմ կարտացել ուսումնասիրել պատկերացրեք մոտիվացիան միայն այդպիսի բաներով պայմանավորված չի գիտական փաստ եմ ասում իհարկե հետազոտության տվյալներով մոտիվացիան պայմանավորված է նաև մեր միկրոբիոմով միկրոբիոմը դա մեր աղիքների միկրոֆլորան է այսպես ասենք միկրոօրգանիզմներն են պատկերացրեք այդ միկրոբիոմի ակտիվությամբ եւ հավասարակշռությամբ կարող է պայմանավորված լինել մոտիվացիան սպորտային մոտիվացիան մի քիչ զարմանալի բան եմ ասում բայց կան մեր մեջ ուզում ասեմ մեր մեջ կան թաքնված այնպիսի համակարգ այնպիսի ուժ բջջային մագարտակով որ մենք հենց բացահայտում ենք դա մենք հասկանում ենք որ մենք կարող ենք առողջության ճանապարհը գտնել եւ ոչ թե այդպես մի հատ ընդհանրապես առողջ սննդակարգի հա ես ընդունում եմ առողջ սննդակարգ ակտիվ կենսակերպ առողջ քուն եւ այն էս բոլոր իրար դին բայց մարդու մեջ կա էլի այդ ուժը որը պետք է ինքը տեսնի ու հասկանա այդ օրինակով ասացինք տայչի ասենք Չինաստանում ճիշտ է չեմ եղել բայց եղել եմ այլ ասիական երկրներում որտեղ այդ սովորությունը կա պարապելու հարյուրավոր մարդիկ ասենք բացօթյա մարզվում են մենք ցավոք սրտի տեղ էլ չունենք մարզվելու կամ պետքա չգիտեմ քանի կիլոմետր քշենք ինչ որ միտեղ որտեղ մեզանից գումար վերցնեն որ մտնենք ինչ որ պարապենք համաձայն եմ խնդիրներ կան
Շատ կան, այդ իմաստով շատ կան։ Բացօթյա մարզանքի իմաստով թե դրանից խոսանք, հիմա իհարկե ավելի քիչ, բայց 2 տարի առաջ երբ որ ունակ դուրս է գալիս մարզվելու եւ այլն, վազելու շատ տարօրինակ են քեզ նայում, sense այդ միջավայր որ ասիկ, դա անդրադարձել են։ Կարող շներն էլ վազել կան։ Կամ առավոտ շուտ եթե շուտ ես դուրս եկել, գան կեցեն։ Այ շատ այդ կողմից դիմեն քաղաքապետարան։ Ես մի ժամանակ երբ որ վազում էի լուրջ քար կամ փայտով էի վազում։ Որ շները բանջան։ Հա եւ իմիջիայլոց բան են մեծ կանա վտանգավոր մեջները տեսակ էլի կատարած բաներ, բայց խնդիրը այն էր որ օրինակ այգով վազում ենք, մեկը լիքը մարդ այնց է քեզ նայում, ոնց որ նոր տեսակի կենթանի է հայտնաբերել, էլի, ասես ինչ անում ես մարդը, բայց կամ ասում են խիա վազում։ Կամ խիա վազում։ Ինձ մի հատ տատի էր մենակ ոգևորում, մեկ տեսնես այնց է, էսել է այնց է։ Ամեն դեպքում ասեմ շատ փոքր սովորություններից է գալիս ու եթե գանք դրան, ես այս պայն կատեգորիկ իմ մի քանի բան կա որ չեմ անում իմ ռուտինային մեջ էլի մի քանի բան կա որ կոնկրետ չեմ անում դրանցից հրաժարվել եմ ու մեկը օրինակ որ նաև ռոպագանդում եմ դա ծխելն է ծխել եք երբևից այո 2 տարի ոնց որոշեցիք հրաժարվել անկեղծ ասեմ երկու ֆակտոր է խաղացել մեկը վախի դերն է խաղացել ինչի որտեվ ես երկրում չէի ու մենակ էի դրսում ու մի անգամ ինքնազգացողությունս վատացավ ահագին այդ ժամանակ որ հարցեցի ամբուլանսի աշխատողին ասաց որ հնարավոր է շատ ծխելու հետևանք է այսօր ընթացքում օրվա մեջ շատ եք ծխել եւ այլն մյուսը հենց այդ երեխեքը որ վազում են մեր ուսանողական հանրակացարանի մոտ ուղղակի sense բայկա մոտս ես հասկացա որ չէ այդ ինձ ոչ մի բան չի տալիս ինչ որ մի փուլում սկսվել է այդ սովորությունը շատ վատ պայմաններում ու շատ վատ բաներ ինքն ընդհանուր իմ համար ես զգում եմ որ ես ոչ մի օգուտ դրանից ոչ մի արդյունքի իմաստով է հանգստանում ոչ էլ ինչ պատճառաբանությամբ որ ծխում եմ մեծամասնությունը իհարկե մա ով որ ծխում է չեմ քննադատում բայց առաջարկում եմ դադարեցնել էլի ծխելը այդ երկու ֆակտորներով որոշեցի դադարեցնել ու մինչ օրս չեմ վերադարձել չգիտեմ ինձ ասին քիչ պետքա փորձես եւ այլն բայց իսկ խմելը երևի ալկոհոլ նախ երբեք տենց կախվածություն չեմ ունեցել ալկոհոլից բայց երևի արդեն 8 ամիսա չեմ օգտագործում ալկոհոլ 8 ամիս եւ ընդհանրապես դրա կարիք չեմ զգացել ես մի մոդել եմ կիրառել սկսել եմ կիրառել պացիենտներից հետ երբ որ առողջական խնդիրները քննարկում ենք եւ պարզվում է որ կոնկրետ ծխախոտը մոլի ծխողներ են կամ թարավս ծխողներ են բայց առավել եւս տեսեք օրինակ համար 2 տուփ եւ ավել 3 տուփ 4 տուփ 5 տուփ այո 5 տուփ ծխող պացիենտներ եմ ունեցել բնականաբար այս խնդիրը չեմ կարող լուծել իր խնդիրը առողջական չեմ կարող լուծել եթե ինքը չի հրաժարվում ծխախոտից եւ պացիենտի պահանջը բժշկից լուծելն է բայց ինքը ոչինչ չի ուզում անել այդ ուղղությամբ բայց ես բնականաբար պայմանագիր եմ առաջարկում երբեմն իհարկե կանայք էլ ներկա են լինում այդ պացիենտների տղամարդ պացիենտների ասում եկեք այսպես անենք գրում եք որ հրաժարվում եմ կամ հրաժարվելու եմ կամ հրաժարվում եմ հենց հիմա ծխախոտից կամ այլ վնասակար սովորություններից ու ստորագրենք երկուսով ես ձեզ կբուժեմ բայց դուք հրաժարվեք հա որովհետև այդ պատասխանատվության խնդիրն է այսինքն իսկապես պետքա գիտակցել ես օրինակ եմ կյանքում չեմ ծխել իմ ընկերները ծխում էին բայց ես մեկ անգամ ընդամենը մեկ սիգարետի տուփ փողով այսինքն վճարել եմ վերցրել եմ այդ մեկը ընդհանրապես օգտագործելուց հետո ցել եմ եւ ել չեմ վերցրել այսինքն խմելու սովորությունը բնականաբար մի քիչ ավելի դժվար է քանի որ դա շատ հաճախ նամանավանդ Հայաստանում սոցիալական բան է գործոն է այսպես ասեմ որից հրաժարվելը մի քիչ դժվար է այսինքն իմ պացիենտների կամ թարավես մարդկանց շրջանակում այդ խոսակցությունը միշտ գնում է դեղա ընդունում ասում է կարամ այս մի օրը ասում խի ասում արիտ կա պետք է խմեմ ասում լավ արիտ կա վերցրա բաժակը խփի մի խմի այսինքն քեզ կոնտրոլն անում դու քանի գրամ պետք է խմես եւ դա բան չի մի փոքր դժվար է բայց կարելի է հրաժարվել դրանից էլ այսինքն խոսքը ընդհանրապես ալկոհոլից հրաժարվելու մասին չի խոսքը մոլի կամ բարբերաբար կամ հաճախակի կամ ամեն օր կամ շաբաթը քանի անգամ օգտագործելու մասին է որը իր երթին
միայն ալկոհոլի գործոնը չի, այսինքն ալկոհոլը իր երթին բերում է որովայնի ճարպակալման, բերում է տեստոստերոնային անբավարարության, հորմոնային փոփոխությունների, սիրտանոթային եւ այլն եւ այլն։ Այնպես որ մի քիչ բազմաշերտ է։ այո։ Գանք ես իրական մի հատ թեմայից եք ուզում խոսենք, քանի որ մեզ լսողներից շատերը երևի իմ տարիքի կլինեն կամ երիտասարդական տարիքում գտնվող մարդիկ, խոսենք մի հատ սեռական առողջությունից տղամարդու։ Ուզում եմ հասկանամ, սեքսի երկարատև բացակայությունը օրինակ ինչ որ հետևանքների հանգեցնում է տղամարդու կամ կնոջ, թեկուզ ոչ միայն տղամարդու, կնոջ կյանքում ինչ որ հետևանքների հանգեցնում է, թե չէ։ Որտեվ ինչ եմ ես հարց տալիս, ես վերջերս հետազոտություն էի կարդում, որ այս նոր սերունդը, այսինքն Z եւ ալֆա սերունդները ստատիստիկորեն ամենաքիչն են ունենում սեռական հարաբերություններ, բայց ամենաշատ ստեղծագործ սերունդն են, բան չասի, այնպես որ սեքսը, բայց այդ իմաստով զուտ այդ ստատիստիկան կարդացի, հետաքրքիր էր, տակ այս հարցադրումները կար, իհարկե պատասխան չկար, լինքը կդնենք բան description-ում, եթե հետաքրքիր կարդաք էլի հոդվածը։ Տեսեք, բնականաբար սեռական առողջությունը, ինչպես որ ոդկասթի սկզբում ասացինք, կարևոր մաս է, բայց առանց սեռական առողջության կամ ավելի ճիշտ սեքսի բացակայությամբ մարդը կարող է առողջ մնալ, այսինքն իր կյանքին սպառնացող ոչինչ չկա։ Բայց քանի որ սեռական առողջությունը հոգեկան եւ հուզական առողջության կարևոր մի մասն է, այդ իմաստով կարող են խնդիրներ առաջանալ։ Այսինքն խոսքը երկարատև զսպվածության մասին է, այսինքն կամ ժուժգալություն, հայերեն իրական բառը ժուժգալությունն է, հետաքրքիր կամ բառը, չէ, լավ բառը, ժուժգալություն կամ զսպվածություն ասում են մեկ-մեկ, անգլերենով էլ, որ լսարանում եթե կան անգլերեն իմացող մարդիկ, abstinence են ասում, այսինքն բացակայություն կամ ժուժգալություն։ Իրականում բացարձակ իմաստով առողջության սպառնալիք չէ դա։ Բացարձակ իմաստով, այսինքն եթե ենթադրենք տղամարդը հարաբերություն չի ունենում 1 տարի եւ ինքը կորցնում է իր առողջությունը կամ կինը 1 տարի եւ կորցնում է, այդպիսի բան չկա ոչ միտեղ գրած եւ նույնիսկ հագարակը կա այսպիսի բնդում, իհարկե թող զարմանալի չթվա, բայց մարդը կարող է ապրել առանց սեքսի։ Հիմա ձեզ մի հատ էլ ստատիստիկա կարող եմ ասել, որ կա ստատիստիկա, որ բնակչության երկրի բնակչության նկատի ունեմ մոտավորապես 1%-ը ընդհանրապես կյանքի ընթացքում սեքս չի ունենում։ Այո, սա ստատիստիկա։ Այո, կա այսպիսի ստատիստիկա։ Դե հիմա բացարձակ ստատիստիկա չենք կարող անել, բայց կա այդպիսի ստատիստիկա, կարող եք հետազոտել, տեսնել։ Այսինքն դա միայն դրանով պայմանավորված չի։ Այսինքն առողջությունը միայն սեքսով պայմանավորված չի, բայց կարող է բնականաբար անդրադառնալ մարդու կյանքի վրա։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ այս սերունդը մի քիչ երևի զբաղված է ստեղծագործ։ Այո, շատ ավելի կարևոր բաներով, քան սեքսով։ Ուղղակի այս ալկոհոլի շատ օգտագործումը նույն այդ հոդվածում դիտարկվում էր որպես դրական կողմ, ասում եմ, գոնե այդպես հնարավորություն է ստեղծվում իրար հետ communication-ի դուրս գալու, սոցիալականացվելու, լավ։ Ալկոհոլը կոչվում է սոցիալական լուբրիկանտ է, կոչվում է, կա այդպիսի տերմին, ալկոհոլը սոցիալական լուբրիկանտ է, այսինքն ինքը մոտիկացնում է մարդկանց եւ այդ ամեն ինչը ալկոհոլով կարա սկսվի, կոֆեով կարա սկսվի, այսինքն այդ մտերմությունը դրանով կարելի է բացատրել կամ կարելի է սկիզբ տալ։ Հիմա ավելի լուրջ ասեմ, բնականաբար եթե դա ասացիք սեռական առողջության հետ կապված, նաև հիմա հագարակն ենք բնդում, ենթադրենք պատահական հարաբերություններին անդրադառնանք, որոնք էլի էս երիտասարդական տարիքում են համարենք, որ այն մասսան, որը որ չի զբաղվում, այն որ ասեցիք, եթե չեն զբաղվում, իսկ այն մասսան, որը զբաղվում է, այդ զբաղվող մասսան բնականաբար խնդիրներ ունի, եթե ուշադրություն չի դարձնում։ Հա, դե ապահով։ Հա, հիմա մոտավոր ստատիստիկա էլ ձեզ ասեմ, աշխարհում օրեկան 1 միլիոն մարդ է վարակվում սեռական ինֆեկցիաներով։ 1 միլիոն մարդ։ Այս լուրջ թիվ է։ Այո, լուրջ թիվ է։ Մոտավորապես 370 կամ 80 միլիոն մարդ տարեկան վարակվում է, որը մեծ թիվ է բնականաբար։ Այդ խնդիրներն էլ միշտ չէ որ ճիշտ են լուծվում։
ժամանակին են լուծվում, գիտակցորեն են լուծվում կամ պրոֆեսիոնալ են լուծվում։ Դրա համար այդ խնդիրները հիմա համ չզբաղվեն, լավ, հանգիստ ես մնում, շարից հեռու ոնց որ ասում են, համ զբաղվում ես ու ձեռք ես բերում ինֆեկցիաներ գիտակցաբար, Այս իմիջայլոց ասեմ, շատ խնդալու է նաև պացիենտներից մեկին ասում եմ այդ տերմինը օգտագործում ենք մեկ-մեկ գործ անում ես ասեց բժիշկ ջան գործ չկա որ անեմ ասեց вообще անգործ եմ էլի բայց ինքը նկատի ունի մասնագիտական աշխատանքը նոր անդրադարձակ Հայաստանում կա տերմիններին լեյբլներ այո բայց օրինակ ինչ սերավարակներ կան Հայաստանում ամենաշատ տարածված սերավարակները որոնք են տեսեք ստատիստիկ տվյալներով բնականաբար խլամիդիոզը ամենաշատ տարածվածն է գոնորիան այնուհետև գոնորիան տրիխոմոնիազն էլ բավականին տարածված է եւ նաեւ սիֆիլիսը բայց սիֆիլիսը մեծ թվեր չի կազմում այսինքն գոյություն ունի երկու տեսակի ինֆեկցիաներ գոնոկոկային ինֆեկցիաներ եւ ոչ գոնոկոկային մեկ խոսքով այն ինֆեկցիաները որոնք սեռական ճանապարհով են փոխանցվում եւ բնականաբար որոշ դեպքերում նույնիսկ նշանը ի հայտ գալուց հետո շատ մարդիկ կարևորություն չեն տալիս, դառնում է քրոնիկական եւ արդեն անհայտանում է կամ ընդհանրապես սկսում է խնդիրներ առաջացնել։ Այո։ Իսկ կա ինչ-որ կոնկրետ նշաններ, բժիշկ, որոնց դեպքում բոլորը պետք է ուշադրություն դարձնեն ու անպայման գնան չեքափի։ Այո, պատահական սեռական կապից հետո այն որ երբեմն այդ հարցը տալիս ենք բնականաբար պետք է տանք պատահական սեռական կապ եղել է կամ ոչ եթե եղել է 15 օր 15-ից 20 օր պետք է անալիզներ հանձնել ամբողջական անալիզներ եւ հետազոտվելու դեպքում եթե հայտնաբերվեց սեռավարակ կամ խնդիր բնականաբար պարտներն էլ այսինքն զույգն էլ պետք է հետազոտվի պետք է բուժվի հետազոտվի երկուսն էլ լիարժեք լինեն եթե միասին են շարունակեն եթե միասին չեն իրար տեղյակ պահեն խնդիրների մասին Ավելի շատ այդ ինֆեկցիաներն են։ Իհարկե պապիլոմավիրուսն էլ է տարածված, բայց պապիլոմավիրուսի մասին մի քիչ դժվար է խոսալ, հաստատել, որ անպայման սեռական ճանապարհով է փոխանցում, բայց հիմնական վարակի ուղին հիմնականում սեռական ճանապարհն է։ Այսինքն սրանք ամենաշատ տարածված ինֆեկցիաներն են։ Իսկ ո՞ր նշաններն են օրինակ։ Արտադրություն միզուկից արտադրություն, որը թարախային մեծ մասամբ այրող ցավ պատճառող արտադրություն է լինում, որը շատ հեշտ է ախտորոշել։ Այդ ժամկետի մեջ, տեսեք, սխալներ բժշկական։ Ժամկետի մեջ չի հետազոտվում։ Մարդը հարաբերություն ունեցել պատահական եւ 5 օր անց գնում ստուգվում է։ 5 օր անց բոլոր ինֆեկցիաները չեն երևում։ Պարզ է, չէ՞, կամ պարտները ասում են մոտ ոչինչ չկա։ Օրինակի համար, ու ինքը հանգիստ է լինում, ասում է, օքեյ, պարտներս մոտ ոչինչ չկա, մոտ էլ ոչինչ չկա։ Այսինքն մոտեցումները պետք է լինի ավելի շատ գիտակցական պրոֆեսիոնալ հարաբերություն է եղել պատահական եւ նույնիսկ երբեմն զույգերը որ նոր են որոշում հարաբերություն ունենալ այսինքն որոշում են սեռական կապ ունենալ այդ դեպքում շատ ընդունված է նաեւ անալիզներ հանձնել հետազոտվել այսինքն երկուսի ստատուսը Պարզ լինի նոր կապ ունենան, որ մեկը մյուսին ինչ-որ ինֆեկցիա կամ վարակ գրագետ մոտեցում իհարկե գրագետ մոտեցում եւ ընդհանրապես նախամուսնական հետազոտությունների մասին կարելի է բարձրաձայնել շատ կարեւոր հետազոտություններ են շատ կարեւոր այսինքն այդ եւ հորմոնալ ստատուսը եւ սեռավարակները եւ երբեմն բտղաբերության գործոնը կարելի է հաշվի առնել դες մի հատ դեպք պատմեմ սպյուրքահայ տղա էր որը եկել էր Հայաստան եւ մի աղջկա հետ էր ծանոթացել եւ պատրաստում էին ամուսնանալ երկուսով եկան չեկափի ես բնականաբար որոշ հետազոտություններ աղջկա մոտ արեցի եւ իր մոդել արեցի ինքը խնդրեց պրոտոկոլի մեջ չի մտնում սերմի հետազոտություն ես էլ բնականաբար ընդհանրացեցի հետազոտություն արեցինք եւ բարձվեց որ լուրջ խնդիրներ կա սերմի հետ կապված եւ ես բնականաբար չէի կարող դա չասել եւ բնականաբար անալիզներն էր ցույց տալիս այս տղան պահիդակ ստոպ տվեց գործընթացին ես իհարկե շատ վատ զգացի ասաց ես կգնամ իմ երկիր ինչքան նշում Բելգիայից կամ Ֆրանսիայից էր կգնամ իմ երկիր կհետազոտվեմ կամ կբուժվեմ որտեվ կարճ ժամանակով էր եկել եւ հետո արդեն կանցնենք գործի էլի ուզում ասեմ
տարածված է այդ կուլտուրան եւ ճիշտ է, էլի, որ լիարժեք նախամուսնական հետազոտություններ։ Մի քիչ դժվար, ամեն մարդ դժվար կարող է ընդունել, որովհետեւ երբ որ բարձվի քո սիրած մարդու մոտ խնդիր կա, դու ոնց որոշես իր չամուսնանալ կամ թողնել իրան, խնդիր է, չէ՞։ Շատ լուրջ խնդիր է սա։ Ես դրա համար ես ինքս դա չեմ պարտադրում, բնականաբար, ես ասում եմ, որ ձեր ցանկությամբ ինչ հետազոտություն, բայց այն կարևոր հետազոտությունները դրանք նշում եմ եւ սովորաբար դա պետք է արվի, էլի։ Այստեղ բայց ինձ թվում է ձեր ֆակտորն էլ է մեծ, չէ՞, ինչ որ դա մատուցելու, հասնելու այդ զույգին, որ այսպես խնդիր արկա, մեղմ կամ ոչ։ Չէ, բնականաբար դա պետք է շատ բարձ ձևով ներկայացնել, ոչ սպառնացող, ոչ զույգերի հարաբերությունը չխախտող, բնականաբար իրենց սերը կամ այդ ամուսնության պլանավորման որից ինչ որ բան չլինի, բայց դա որոշելու հարց է։ Եվ դա կարծում եմ ճիշտ է ընդհանրապես անալիզներ կամ հետազոտվելը։ Ճիշտ է, երկուսի համար էլ ճիշտ է, բայց այդ կուլտուրան մեր մոտ դեռ շատ չկա։ Դեռ շատ չէ։ Տարեկան չեկապի կուլտուրան չկա մեր մոտ, կարելի ասել։ Ну, քիչ թե շատ այո, կարո՞ղ չէ, հիմա ոնց որ ասում են, տեղից շարժվում է ամեն ինչը, լավ է, բայց պետք է ավելի շատ մարդիկ հասկանան դրա կարևորությունը եւ ծերունդներ ունենալու այդ բանը շատ կարևոր է, այսինքն մի քիչ առաջ ասեցինք 20-ից 30 դու նախապատրաստվում ես, պատասխանատվություն ես վերցնում, որ 30-ից 40 ունենաս։ Խոսքը ծերունդի մասին է, այսինքն եթե դու քեզ չես պատրաստում այդ շրջանում, դու կարող ես 30-ից 40 խնդիրներ ունենալ։ Եվ պատահաբերության խնդիրը պատահական չի, շատ տարածված խնդիր է։ Հայաստանում, այո, աշխարհում, Հայաստանում էլ նույնն է։ Ստատիստիկ տվյալներով մոտավորապես յուրաքանչյուր 6-րդ զույգը կամ 6-րդ տղամարդը ունի պատահաբերության խնդիր։ Ոչ սարսափելի թվեր է, էլի, ասենք, որ եթե մեծ պատկերի վրա պատկերացնենք, նշանակում մեծ մասը աշխարհում եթե այդ է ստատիստիկան, զույգերի մեծամասնությունը այս խնդրի հետ առնչվում է, էլի։ Պատահաբերության կամ իհարկե երևի բարդություն լեվելները տարբեր են, ինչ բարդությամբ, չէ։ Այո, բայց ինքը այն խնդիրն է, որը շատ դեպքերում անտեսվում է, այսինքն եթե դու գիտակցում ես, որ ինչ պետք է անես, որ դու խնդիրներ չունենաս, արդեն այդ ժամանակ կհասկանաս։ Բայց երբ որ չես պատրաստվել այդ ամեն ինչին, կգա ամուսնության ժամանակը, ավելի փաստի ունենաս խնդիրներ եւ շատ դեպքերում չեմ ասում, բոլոր խնդիրները մեծ մասամբ ես համարում եմ լուծելի, նամանավանդ գիտությունը զարգանում է եւ միշտ ասում ես իմ պացիենտներին, եմ ասում, ամեն խնդիր լուծվող է։ Չկա չլուծվող խնդիր, ուղղակի լուծման ճանապարհները, տևողությունը, ծախսերը այդ բոլորը իհարկե պետք է հաշվի առնել։ Դրա համար շեշտը դրվում է կանխարգելիչ բժշկության։ Ցավոք սրտի մենք դա չենք հասկանում լիարժեք։ Կանխարգելիչ բժշկության իմաստը հենց դա է։ Ոչ թե սպասում ենք, որ խնդիրը զարգանա, մեծ գումարներ ծախսենք, ապահովագրություն, այսօր չէ, մեր մոտ շատ մոդա է ապահովագրություն, առողջական ապահովագրություն։ Մենք պետության համար էլ է շատ ծախս, շատ մեծ ծախս է, երբ որ դու ունենում ես ոչ առողջ հասարակություն, ավելի ճիշտ ոչ առողջ ծերեր ունենաս։ Այսինքն կա այսօր ընդունված աշխարհում ասել այդպեսի, մենակ խոս չի, դա իսկապես այդպես է, healthy aging, այսինքն առողջ ծերացումը կոչվում անգլերենով healthy aging, այսինքն մենք կամաց ենք մեծանում եւ աշխատում ենք քիչ հիվանդություններով հասնել այդ տարիքին։ Ոչ թե շատ հիվանդություններով։ Եթե շատ հիվանդություններով 50-ը հատում ենք, մեր համար էլ է ծախս, պետության համար էլ է ծախս, այսինքն այդ պետբատվեր, որ ասում են, մեծ գումարներ հասարակության վրա պետք է ծախսվի։ Դա իրականում շատ մեծ թվեր են։ Դրա համար կանխարգելիչ բժշկության պետք է մենք հետևենք, կանխարգելիչ բժշկության հիմքերը դնենք, այսինքն այն, որ ասենք, չեկապերը տարեկան, ճիշտ հետազոտություն, ճիշտ բուժում, այդ ամեն ինչը պետք է կոնտրոլ։ Ու պլյուս ապրելակերպ, սնունդ եւ այլն։ Իհարկե այն ֆակտորները, որոնք որ կախված է մարդուց, միանշանակ է պետք բայել, բայց ֆակտորները օրինակ ինձնից կախված չի։ Ենթադրենք Երևանի օդի մակրությունը, ինձնից կախված չի այդ ֆակտորը միայն։ Հասկանալի է, պետք է բարձրացնել։ Իսկ դուք ինչպես եք գնահատում, դուք որպես երիտասարդ, ինչպես եք գնահատում ընդհանրապես երիտասարդության պահվածքը կամ երիտասարդության վարքագիծը իր առողջության խնդիրներին։ Ձեր տարիքային խմբում, ձեր շուրջը, ձեր
զարմանալի կասեմ բավական լավ։ Ես ինչի, բայց ինչ հիմքով ասեմ, իհարկե շատ կլինի բան, սուբյեկտիվ կարծիք, որովհետև ես ունեմ շրջապատ, ովքեր ունեն վարքագիծ, IT մի քիչ ուրիշ է, էլի։ IT չի, մենակ IT չեն, նաև ուսանողական ընկերներ, նաև ընկերներ, ովքեր ոչ այդ ոլորտից են, այն մարդիկ, ովքեր որ առաջ մարզանքին կամ սպորտային կյանքին մոտիկ չեն կամ առողջ ապրելակերպ հասկացողությունը ընդհանրապես մի քիչ հումորային էին ընկալում, հիմա շատ ավելի լուրջ, օրինակ ինձ սկսել են հարցնել։ Օրինակ սա էլ եմ նկատեցել այդ։ Ես ինչ-որ բաներ կա, որ իմ սննդակարգից եմ հանել, ինչ-որ սովորույթներ կարող չեմ անում, առաջ ծիծաղում էին, սկզբի մի երկու ամիս ընկերներս բան, դե լավ, դե հեսա կտենանք ինչ կլինի եւ այլն։ Հիմա իրանք են ասում, ո՞նց է, ասես լավ ես քեզ։ Հա, դառնում է իրանց հաղթել եմ։ Հաղթել եք։ Իրանց հաղթել եմ բերելով էս կողմ, որ իրար հետ հաղթենք լիքը բաների։ Այո, իհարկե։ Հա, բայց հիմա օրինակ եթե հետ գանք երիտասարդության ինչքան է ցանկությունը մեծ է այսօր առողջնի, որովհետև ինչի, ասեմ, սոցիալական կայքերն էլ են ստում, պետք է ինչ-որ իմաստով էս բանի շնորհակալություն հայտնել, որովհետև այդ միշտ դրական ասես Միշտ դրական չի բնականաբար։ Չէ, սոցկայքերում չէ։ Օրինակ, եթե խոսք գնում է Instagram-յան հարթակի մասին, ես շատ շուտ բանակ չեմ օգտվում Instagram-յան հարթակից, շատ, այսինքն հազվադեպ պետք է ինչ-որ գործ լինի կարևոր, այնտեղ իդեալականացված կյանք է ներկայացվում։ Հաղորդի ազդում է։ Հա, այսինքն դու տեսնում ես, որ ամեն ինչ իդեալական է, մարդիկ երջանիկ են, բոլորը մի օրում հարստացան, շատ դժվարությունից եկան շատ եւ տղամարդու կերպարը, որ ներկայացվում է, ուժեղ, պարապած բան չի։ Ուժեղ տղամարդ, պարապած տղամարդ, հարուստ տղամարդ, գործարար տղամարդ, պարտադիր։ Հա, այս բոլոր երբ որ ամբողջ հավային կղզիներից ինչ որ շատ ուժեղ է եւ անպայման այդ դա իհարկե իրականում տղամարդու վրա շատ մեծ ազդեցություն ունի, շատ մեծ, երբ որ այդքան ծանրություն ես դնում տղամարդու ուսերին, ասում ես դու պետք է էսի լինես, այնին լինես, սրան հասնես, պետք է սա ավարտես, էսի պաշտպանես, չգիտեմ, ֆիզիկապես ուժեղ լինես, շատ դժվար է, կոնկրետ դա անդրադառնում է։ Նամանավանդ շատ ընդունված է նաև տեստոստերոնին էլ կարող մի փոքր անդրադառնալ, տեստոստերոնի դերն էլ այդ սոցիալական մեդիայում շատ բոնցված գերագնահատված, այսինքն ամեն ինչը վերագրում են տեստոստերոնին, դե մեր մոտ մի քիչ նոր է սկսվել, բայց դրսում շատ է դա։ Այսինքն տեստոստերոն therapy centers օրինակ համար որ դրսում կա, տեստոստերոնային բուժմամբ վերացնում է տղամարդու հոգնածությունը, վերացնում է տղամարդու ցածր էներգիան, վերացնում է տղամարդու ցածր սեռական խնդիրները, էրեկցիլ դիսֆունկցիան, վերացնում է այդ ամեն ինչը կարգավորում, մկանները տալիս, ուժատալիս, տեստոստերոն։ Եվ իրանք թարգետը դնում են կոնկրետ մի բանի վրա, որը որ մենակ դրանից կախված չի։ Ու տանում են սխալ ուղղությամբ, ես դա եմ ճեշտում, այսինքն ձեր ասած բանը նաև սոցիալական մեդիայում էլ կարա լինի, որ սխալ ուղղությամբ են տանում, բայց իրականում մենակ տեստոստերոնի հարցը չի։ Տղամարդ, բայց տեստոստերոնը արդեն շատ հայտնի է։ Ամեն մարդ գիտի տեստոստերոնի մասին, տղամարդու հորմոնն է հիմնականում, այսինքն ամեն ինչը տեստոստերոն։ Շատեր գիտեն, պացիենտներն էլ գիտեն, տեստոստերոնը երևի ցածր է բժիշկ ջան։ Դու ոնց գիտես տեստոստերոնը մենակ թիվ չի։ Տեստոստերոնը առողջ քունն է, տեստոստերոնը սնունդն է, տեստոստերոնը ակտիվ կենսագերբն է, տեստոստերոնը ինչու՞ չէ ուտելիքն է, տեստոստերոնը միկրոբիոմն է, տեստոստերոնը ամեն ինչը, այսինքն մենակ այդ թիվը թվով չի որոշում, որ դու առողջ ես կամ ոչ, էլի։ Դրա համար եմ ասում, շատ այստեղ շատ զգայուն, դաշտ է եւ կարեւոր է այս կոնտենտի պակաս կա։ Այո, վերլուծական, ես իմ աշխատանքով փորձում եմ եւ իմ մասնագիտական աշխատանքով եւ իմ կայքով, արդեն կայքերով փորձում եմ։ Եկեք մի քիչ դրանից խոսենք, բժիշկ ձեր կայքից։ Ես ճիշտ է դրա մասին իրար հետ խոսել ենք, պատմել եք մի փոքր, բայց քանի առիթ ունենք, եկեք նաեւ լսարան։ Կարճ կարող եմ ներկայացնել, ես միշտ կարևորել եմ այդ դերը, այսինքն երբ որ այս խոսքը վերաբերում է 2007 թվից, այսինքն մոտավորապես 20 տարի առաջ, երբ որ այս պացիենտներից ինչ որ բան ուզում էի բացատրել, դե աղբյուրներ չկար, ինտերնետ չկար այդ կարգի, բնականաբար ասում էի կարող եք կարդալ, այսինչ տեղում։ Ուղղություն էի տալիս։ Urolog AM-ը դա իմ կայքն է, որը մոտավորապես 20 տարվա պատմություն ունի, ու բավականին օգնում էր, այսինքն մարդիկ սկսում էին ինֆորմացիա քաղել կայքի միջոցով, ոչ թե սոցիալական մեդիա։ Իհարկե հիմա
շուտով կգումարվի մի հատ շատ հետաքրքիր էլի նախագիծ, որը կոչվում է Microbiome AM, որը էլի առողջ ապրելակերպի, աղիքների առողջության այդ ընդհանուր միկրոբիոմի վերաբերող մասն է, որը այն մեր մի քիչ առաջ որ ասացի, մեր օրգանիզմի թաքնված կարգավորող, այո, կառավարիչն է, այսպես ասենք, շատ հետաքրքիր կոնցեպտ է, որը կուզենամ մեր ժողովուրդը կամ ընդհանրապես հասարակությունը բոլոր մարդիկ կարդան, որովհետև դա շատ մեր կարևոր ոլորտն է։ Ես իմ նաև սոցիալական մեդիայում իմ աշխատանքով փորձում եմ մաքսիմում օգնել, որովհետև առանց դրան լինում է, բայց դա քեզ լրացնում է, քո գործը ինչ որ չափով լրացնում է։ Չեմ ուզում լինել միայն պրակտիկ բժիշկ, չեմ ուզում լինել միայն բլոգեր բժիշկ, այդպիսի բան ես չեմ ընդունում միջայոց այդ տերմինը, բայց համագործակցությունը վատ չի, որովհետև դու քո աշխատանքն ես ներկայացնում, քեզ մեծ դասարան է լսում, եւ միաժամանակ օգտակար գործ ես անում։ Ու կարևոր մեսեջները հարցնող ձևով հասցնում ես։ Ու մասնագետ, որպես մասնագետ, որովհետև շատ դեպքերում ոչ մասնագետ ինչ որ բան ասում, ցավոք սրտի հետևում են։ Շատ են։ Այդ ոչ մասնագետների հետևորդները շատ ավելի շատ են։ Պայմանավորված է բանով, հա, այդպես մատուցման ձևով։ Մատուցման ձևով, ինքը պրոֆեսիոնալ չի, ինչ ուզում է ասում է։ Մի քիչ վստահ ես ասում, ինչ ուզում ես ու հասնում։ Ինքը պրոֆեսիոնալ չի, ոնց ասեց, անցնում է, խնդիր չկա, պատասխանատվություն չի կիսում։ Չի կրում։ Բայց պրոֆեսիոնալ մարդը իր ամեն մի խոսքի համար սովորաբար պատասխանատու ու մեր հասարակությունն էլ սիրում է շատ ուժեղ քննադատել այդ պրոֆեսիոնալներին, բայց ես փորձում եմ իմ ուժերի սահմանում եւ գոհ եմ, ընդհանուր առմամբ գոհ եմ։ Իսկ այդ կայքը երբ պատրաստ կլինի եւ շահառուծման։ Ես ենթադրում եմ այսօր կամ այսօր երեկոյան կամ վաղը։ Ուրեմն մինչև այսքան այս հաղորդումը լինելը պատրաստ կլինի, եթե լինի պատրաստ անխոչնդոտ, մենք լինքը կտեղադրենք description-ում։ Իսկապես օգտակար բան է, որովհետև Հայաստանում նման հարթակ չկա, նման թեմայի մասին անդրադարձ չկա, ինքը բազմաբովանդակ վերլուծություն է, որը թիմ է, որը ես իսկապես ուրախ եմ, որ այդ գործը նախաձեռնեցին։ Շատ լավ է, եթե կա թեմա, որը չի խոսվել։ Ես ընդհանրապես կողմում հայալեզու կոնտենտի ստեղծում։ Հայալեզու գիտելիքի ստեղծում։ Այո, ես էլ մի քիչ առաջ որ ասեցիք, ես ճիշտ ասած դրսում որոշ ժամանակ ուսումնառությանս ժամանակ ես այդ դրանից ծնվեց այդ ամեն ինչը։ Երբ որ թերթ էի վերցնում, այն ժամանակ դե ինտերնետ չկար, 2002-3 թվականների մասին է խոսքը։ Թերթեր էի վերցնում Ամերիկայում կոնկրետ եւ 15-20 էջը առողջության վերաբերյալ բաներ են, հոդվածներ են, ինֆորմացիա տեղեկություն, շատ ուրախանում էի, ասում ոնց այս 48 էջանոց թերթից 10 քանի էջը առողջության մասին է։ Եվ Հայաստան վերադառնալով ես իսկապես նման բան նախաձեռնեցի, առաջինն էի, ամեն շաբաթ թերթերից մեկում ուրբաթ օր հոդված էի գրում, բժշկական, շատ կարևոր թեմաներին անդրադառնում էի, շաբաթը մեկ, մոտավորապես մի 2 տարի նման 100 հոդված մոտավորապես, չէ՞։ Թիվը չեմ հիշում, կարող մեկ լինում էր ոչ ամեն շաբաթ, բայց սովորաբար լինում էր։ Ու ես շատ լավ էի զգում, որ ինֆորմացիան մարդուն այն ժամանակ բավականին շատ լավ միջոց էր, բայց հիմա բժիշկները բախտավոր են, ինչու որովհետև շատ արագ է իրանց այդ դաշտը տրվում, ինքը շատ արագ իր ինֆորմացիան անկախ ամեն ինչից, իհարկե այդ բժիշկների հետ էլ նաև ոչ բժիշկներ են գովազդվում, նաև բժշկական ոլորտում, ցավոք սրտի այդպես է, բայց մարդիկ իրանք սովորաբար տարբերում են, ով մասնագետ է, ով ոչ եւ ինչքանով դու ճիշտ բան ես ասում, ճիշտ ինֆորմացիա ես տալիս։ Վստահաբար։ Շատ շնորհակալ եմ բժիշկ այսօրվա ձեր ժամանակի համար, որ տրամադրեցիք։ Ինձ թվում է լիքը հարցեր հասցրեցինք քննարկենք, նաև ժամանակի սղություն պատճառով երևի շատ ավելի շատ հարցեր կարելի էր քննարկել։ Ամեն դեպքում եթե լսողներին ինչ որ հարցեր հետաքրքրի գրեք կոմենտներ բաժնում, դա կլինի երկրորդ տարիդ Բժիշկ Ջանեցյանի հետ եւս մեկ ոդքասթի էպիզոդ ունենալու ու հատուկ ձեր հարցերին պատասխանելու, իհարկե եթե բժիշկը համաձայնվի, ինձ թվում է ձեր գործունեությունը որ անում եք, տեղեկացնելով մարդկանց, հասցնելով ճիշտ մոտեցումների ու ճիշտ ձևերի մասին իրենց տեղեկացնելու ի տարբերություն մյուս ոչ մասնագետների, ովքեր որ ունեն լայն լսարան, դա շատ կարևոր գործ է, թե սոցիումի, թե պետական մասշտաբով նաև։
հելնելով այս առողջական անգրագիտության պայմաններից էլի։ Ես էլ եմ շնորհակալ Գևորգ ջան, ձեր նախագիծը իսկապես ողջունելի է, ճիշտ է արևմտահայերեն չխոսեցանք ընդհանրապես Գրնանք խոսենք, բայց գրնանք փակում անել արևմտահայերենով, ամեն ինչի համար շնորհակալություն, մեծ գործ գնեք եւ պատասխանատու եւ ես վստահ եմ մեծ լսարան պիտի ունենաք եւ շատ ուրախ եմ։ Շատ շնորհակալ եմ, բժիշկ։ Decode.